Կաշվի ձեռնոց եմ նորոգում, ուրեմն իր այս հատվածը ոչ միայն ճղված էր, այլ բավականին տենց մեծ կտոր պոկված էր։ Ես ոնց հասկացա երևի ընտանի կենդանիների ձեռքն անգել կամ փիսիկի կամ էլ շունիկի, որովհետև կոժանը տենց պոկած էր ահագին, ուրեմն այդ տենց ձեռքի կարով տենց փոքր կոժա եմ փակցրել, իհարկե իր հակառակ կողմով, տեսեք, հակառակ կողմով եմ փակցրել, իր վրա ինքը ունի այսինչ ժեստ, ու հիմա այդ դրա նման, այսպես դետալ եմ կտրել, ու նայրից սոսնձով փակցնելու եմ։ Նայրիտով այդպես փակցնելու եմ, ահա, այս էլ իմ նայրիտ սոսինձը, մեր հայկական արտադրության, շատ հարմար է կաշվե այսին ծիրերի նորոգումների համար, ու մի փոքր էլ սև ներկով կներկեմ իր այդ եզրերը, որ ինքը սիրուն այդպես ամրանա, ու կարծում եմ սիրուն կլինի, այդքան բան, սրան ուրիշ լուծում չէր կարա լինի, որովհետև ամբողջական դետալ անհնար է ուղղակի փոխելը, որովհետև բավականին ինքը օգտագործված ձեռնոցներ են, ու հաճախորդուս հետ համաձայնեցրել եմ, ինքը ասաց, որ պարտադիր չի, որ մյուսի վրա էլ նույնը կրկնվի, կարևորը այս ժեստը ես կրկնում եմ այստեղ, մնում է ուղղակի շատ կոկիկ սիրուն փակցնեմ, ու մարդը կշարունակի հագնել իր կաշվե կոմֆորտ ձեռնոցները, այսքան բան։